Հարգելի գործընկերներ, Սահմանադրական փոփոխության թեման տրամաբանորեն փորձում է դառնալ երկրի քաղաքական օրակարգի թիվ 1 թեման։ Ոչինչ հավերժ չէ եւ փոփոխությունները միշտ էլ անհրաժեշտ են, եթե ուզում են կատարելագործել երկրի կառավարման համակարգը։ Հասկանալի է, որ որոշ քաղաքական ուժեր փորձելու են հանրապետության նախագահի նախաձեռնությունը իրենց շահերի տիրույթում օգտագործել, բայց այս դեպքում ոչ ոք իրավունք չունի շրջանցել պետական շահը կամ ծառայեցնել կուսակցական շահին։ Երկրի հիմնական օրենքին չի կարելի կոնյունկտուրային մոտեցում ցուցաբերել։ Պետք է իրականությանը նայել բաց աչքերով։ Պարզաբանեմ, մասնագիտական հանձնաժողովը լայն հանրային քննարկումներ է ծավալել հանրության եւ մասնագիտական շրջանակների հետ։ Հուլիսին հանձնաժողովի անդամները եղել են հանրապետության բոլոր մարզերում, ներկայացրել են բարեփոխումների հայեցակարգի նախագծի հիմնադրույթները։ Մեր անկախ պետականության կյանքում առաջին անգամ սահմանադրական բարեփոխումների գործընթացը բաց եւ հրապարակային է ծավալվում, հանրային քննարկման է դրվում ոչ թե պատրաստի նախագիծ, այլ այն հիմնական գաղափարները, որոնք պետք է հիմք հանդիսանան սահմանադրական բարեփոխումների բուն տեքստի մշակման համար։ Այս մասին խոսեց նաև երկրի նախագահը ՀՀԿ խորհրդի նիստում։ Հայեցակարգի ելակետը մեր քաղաքական համակարգի արմատական բարեփոխումն է, իսկ դա կենսական անհրաժեշտություն է մեր երկրի իրավական պետականության եւ ժողովրդավարության ճանապարհով զարգացման համար։ Երկրի նախագահը փաստեց, որ պետք է սկսվեն քաղաքական լայն կոնսուլտացիաներ խորհրդարանում ներկայացված եւ արտախորհրդանական քաղաքական ուժերի հետ, սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ անհրաժեշտ փոխհամաձայնությունների ձևավորման համար։ Արդեն իսկ ակնհայտ է, որ նրանք, ովքեր իբր դեմ են արտահայտվում սահմանադրական փոփոխություններին, առաջնորդվում են մանկական պարզունակ ցանկությամբ։ Մամ, լավ է, մի քիչ էլ ես նախագահ աշխատեմ, հետո փոխենք։ Ինչ որ փոխելու ենք, բայց անառարկելի է, որ երկրի գլխավոր օրենք առաջարկվում է դնել փոփոխությունների հեռացող նախագահի կողմից, իսկ սա նշանակում է առավել անկողմնակալ եւ սրտացավ մոտեցում։ Ինչ վերաբերում է այսօր հնչած տեսակետին, թե մտադրություն կա քննարկումներ սկսել հանրության հետ, ստիպված եմ հիշեցնել, այս քննարկումները վաղուց սկսված են։ Վաղուց եղել է հրավերը, եկեք քննարկենք, ամբողջ ամառ աշխատանքային խումբը աշխատել է, մասնակից եղեք եւ մի փորձեք ձեր վրա քաշել մի բան, որը վաղուց արդեն դարձել է հանրային սեփականություն։ Շնորհակալություն։